Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 19-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար, տեսենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը, սա արդեն համարվում է խավարման միջանցք և յուրաքանչյուր այն ինչ որ դուք կցանկանաք կընտրեք ձեզ համար ապագա, ձեզ համար կլինի ճակատագրական 18 տարվա համար, այնպես որ ճիշտ կառավարեք ձեր օրը, ճիշտ կառավարեք ձեր մտքերը և իհարկե ձեր կենցաղն ու ձեր ապագան։ Իսկ հիմա կնայենք կանխատեսումը։ Տեսնենք ինչ է սպասվում բոլորիս։ Կնայենք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին փետրվարի 19-ին։ Հարգելի խոյեր, այդքան էլ ինչ-որ պահեր կան, որոնք որ այդքան էլ լավ չեն, ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, ինչ-որ տհաճ պահեր կան, դա է ձեզ ցավեցնում և նաև տխրեցնում է ձեզ, այդ ցավը, այդ ինչ-որ պահեր են, որոնք որ ձեզ տխրեցնում են։ Մյուս կողմից այստեղ երեխաներից բավականին շատ սեր կստանաք, իրենց կողմից շատ ուշադրություն կստանաք, ինչ-որ մի բան տեղի կունենա իրենց հետ կամ իրենց համար, որ ձեզ ևս կուրախացնի, ձեր երեխաներին կարող են սեր խոստովանել, ամուսնանան կամ ինչ-որ միգուցե առիթ է նաև երեխաների հետ կապված, որը որ ձեզ արդեն այստեղ բավականին շատ կուրախացնի, նաև ընտանիքից շատ սեր կստանաք այդ օրը։ Իսկ այստեղ ինչ-որ մի բան է, որը այնպես չէ, ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 19-ին։ Հարգելի ցուլեր, օրվա ընթացքում երկու այստեղ տարբեր պահեր ունեք, մեկը ձեզ տխրեցնում է,
ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկից եք հիասթափվում, կամ ինչ-որ բանից եք հիասթափվում, եւ այստեղ արտասուք ունեք, բայց նաեւ լավ բաներ էլ ունեք։ Միգուցե արտասուքը լավ բաներից է, միգուցե հայ տխրությունից է։ Հաջողություն ունեք նաեւ այդ օրը ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում, ձեր ցանկությունները կիրականանան, միգուցե դա է, միգուցե եւ այնտեղ հակառակը։ Եվ այդ օրը կամ շուտ եք պարկելու քնելու կամ կարող է ավելի ուշ պարկեք քնելու։ Ոմանց համար դա ինտիմ հարաբերություններ է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին փետրվարի 19-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը սիրված եք ձեզ զգալու կամ ոմանց կարող են սիրո խոստովանություն անել, կամ ձեր հարազատների շրջապատում գտնվեք, ձեզ համար լավ է լինելու, մի խոսքով սիրված եք, լավ եք ձեզ զգում։ Եվ տան հետ կապված իրադարձություններ կան, նա որը ձեր տանն է, որոցի առիթ կամ պետք է գնաք որևիցե առիթի, կամ նաև ինչ-որ հարցեր են տան հետ կապված, կարող տեղափոխվում եք։ Հույսով լցված եք, հույսնատել եք ինչ-որ մեկի վրա, հույսով սպասում եք, ինչ-որ հույս ունեք, որ մի բան է լավ է լինելու, կամ այսպես, ինչ-որ մի բան է, մի խոսքով։ Եվ այստեղ կամ վիճում եք, հետո ձեզ երջանիկ եք զգում են, որ վերջապես ասեցիք, ինչ-որ մտածում եք դիմասինի մասին, պես լավ ուրախանում եք, կամ տուն եք մաքրում, պես նայում եք ձեր մաքրածին եւ դա է ձեզ երջանկացնում, միգուցե պես լավ պլպլ ա եղել, միգուցե դա է։ Եթե առիթ է, հա, կարող է այդպես կամ հասցրեցիք, ավարտեցիք, դա է ձեզ երջանկացնում, որ մարդիկ կգան տունը ամեն ինչ նորմալ կլինի։ Մի խոսքով, հա, կամ է վիճում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 19-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ գնալու եք օձերի մոտ կամ բամբասում են ձեր այդ ճանապարհներին գտնվելու համար, գուցե ինչ-որ մարդիկ են գալիս ձեզ մոտ, գուցե դա են նախանձում կամ ինչ-որ խոսակցություններ են այստեղ։ Օձի հետ ճանապարհ եք գնալու, այնտեղ կարող է հետո սկսեն բամբասել, ինչ-որ պահեր, դա համար ուշադիր եղեք, մի կիսվեք։ Եվ այդ օրը ոմանք գումար կծախսեն, ոմանք նաև կխոսեն գումարի մասին։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ հարազատ մեկի հետ։ Նաև դա նշանակում է հավատարմություն ձեր նկատմամբ, ձեր շրջապատից կարող եք ստանալ եւ նվեր կամ կգնեք կամ դուք կստանաք նվեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին փետրվարի 19-ին։ Հարգելի հարուստներ, այդ օրվա ընթացքում կարող եք ցանկանալ պարկել հանգստանալ կամ նաև կարող եք ուշ արթնանալ, ոմանց համար սա նաև ինտիմ հարաբերություններ է, եւ որից հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, ուշադիր եղեք, ժամին նաև պետք է ուշադիր լինեք, որպեսզի չուշանաք ինչ-որ մի տեղից, եթե պայմանավորված եք կամ այդ օրը կարող եք պայմանավորվել, նաև այստեղ սպասում եք։ Գուցե սպասում եք, այստեղ արդեն ժամը ցույց է տալիս, որ կարող են իրենց ասած ժամին չգալ ուշանալ։ Եվ կարող եք վիճել մարդկանց հետ, ոմանք էլ նաև տուն կմաքրեն, տուն կդասավորեն։ Եվ հրավեր ունեք այստեղ որևիցե առիթի։ Նաև որևիցե հարցում հաղթանակած եք դուրս գալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 19-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հանկարծակի լուր կլսեք, գումար կստանաք, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք կարող են հանդիպել նաև պետական աշխատողի հետ, այդտեղ հանդիպում էլ նաև ունեք, գուցե աշխատանքի բերումով եք հանդիպում, գնում եք հարցազրույցի, նաև հուզվում եք, կամ կարող եք արտասվել նաև ուշադրություն պետք է դարձնել ձեր առողջությանը այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքների։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 19-ին։ Հարգելի կշռքներ, այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք բավականին շատ աշխատանք կունենան, նաև կարող հարցազրույցի գնալ, բիզնես առաջ տանել, գործեր առաջ տանել, այն ինչով որ դուք զբաղվում եք։ Եվ այն ինչ որ կանգնած էր, կարծես թե դա ձեզ հաջողություն է բերում, կարող է առաջընթաց է գրանցվում, գնում է առաջ այդ գործերը։ Նաև այստեղ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը պետք է լավ մտածեք, երկար մտածեք, նոր հետո ինչ-որ քայլ արեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Եվ հաջողություն ունեք այստեղ արդեն ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում, եւ նաև այստեղ տան հետ կապված որևիցե իրադարձություն է, միգուցե առիթ է, միգուցե ինչ-որ կամ տեղափոխվում եք, կամ տուն եք մաքրելու, մի խոսքով ինչ-որ պահեր են այստեղ տան հետ կապված, կամ առիթ է դուք եք գնալու այդ առիթին, կամ այստեղ առիթի հետ կապված աշխատանքներ կարող եք անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 19-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը հաջողություն ունեք ձեր գործերում, այն ինչ որ կանեք, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում։ Բայց այն նամակ կստանաք փաստաթուղթ, միգուցե փաստաթուղթ եք ստորագրում, դա կապված է ձեր աշխատանքի հետ։ Նաև կարող ինչ-որ փաթեթ եք ստանում, ինչ-որ բաներ են, խոսքով, ինչ-որ մեկի հետ կարող նամակագրական կապի մեջ լինել։ Որովհետեւ այստեղ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի, նաեւ կարող է ավարտվում է դա այդ իրադարձությունը։ Եվ նաեւ կարող է նոր է սկսում, նոր ինչ-որ մի պահեր են, որ դուք ամեն ամիս պետք է անեք դա։ Եվ ինչ-որ մեկի հետ կարող եք վիճել այդ օրը, եւ ոմանք էլ կարող են տուն մաքրել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 19-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ձեր առողջության հետ կապված, այստեղ միգուցե ինչ-որ մի բան ձեզ տխրեցնում է, միգուցե առողջության հետ կապված պատասխանը, միգուցե նաև ուղղակի վատ եք զգում ձեզ եւ դա ձեզ տխրեցնում է, որովհետեւ չեք կարողանում ինչ-որ այլ բաներ անել, այլ գործողություններ անել եւ դա ձեզ ցավ է տալիս։ Միգուցե ինչ-որ մի բան է այստեղ։ Նաև այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, գործերը կմնան, որովհետև սուտ կա այդ օրը եւ դրա պատճառով կարող է գործերը մնան։ Կամ հյուր եք ընդունում, հյուրով եք զբաղվելու եւ մնացած գործերը կմնան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 19-ին։
Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որոշ հարցեր ունենք, դրանք պետք է լուծեք, անեք, ավարտեք։ Դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլն, մեկ այլ կենտրոն։ Եվ այդ օրը նվեր կգնեք կամ նվեր կստանաք դուք ինքներդ, հեռախոսազանգ ունեք եւ յուրաքանչյուր ամիս ինչ որ գործողություններ եք կատարում կամ ձեզ հետ է կատարվում ինչ որ մի բան, այդ ամիս եւս այն կկատարվի, նաեւ դա կարող է նոր է սկսվում, որից է ամեն ամսվա ինչ որ ցիկլ, ինչ որ բան պետք է լինի ձեզ համար, եւ դա կարող է նաեւ ավարտվել։ Եվ հույսով լցված եք, հույսով սպասում եք, հա, ինչ որ առավոտյան արթնանում եք հույսով լցված, որ ինչ որ մի բան կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 19-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ձեր ձեռքում է, ամեն ինչ է ձեր ձեռքում, այդ օրվա հետ կապված ուշադրություն պետք է դարձնեք ամեն ինչին, ձեր պահվածքին եւ այլն, մտել այստեղ կան նաեւ։ Եվ այդ օրը նաեւ հույսով լցված եք, որ ինչ որ մի հնարավորություն ձեր ձեռքից բաց չեք թողնի, կարող գնում եք ինչ որ գործարքի, հա, մտածում եք գործարքը, մտածում եք պատվերը ձեր ձեռքից բաց չեք թողնի, ինչ որ մի բան է այստեղ կամ ճիշտ ժամանակին կհասնեք տեղ, չեք ուշանա։ Եվ հեռախոսազանգ ունեք այդ օրը նաև հանդիպում եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը պետք է լավ մտածել, երկար մտածել, հետո նոր որևիցե գործողություններ անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 19-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր ունենք, մենք ուշադիր եղեք այստեղ երեխաների հետ չվիճակ, ովքեր ունեն, հա, այն տարիքի երեխաներ, որ հնարավոր է վիճակ։ Նաև կողը առիթ է, տուն եք մաքրում, որպեսզի գան մարդիկ, գուցե ձեր երեխայինն է, ձեր թոռանն է, նաև կողը երեխայի հետ է կապված, այստեղ ծննդաբերություն է կամ նաև հղիություն է, դրա համար կարող եք մարդկանց հրավիրել ձեր տուն եւ նշել այն։ Նաև այդ օրը ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ հանդիպելու համար, ինչ-որ մի հնարավորություն կարող եք ձեր ձեռքից այդ օրը բաց թողնել։ Եվ այստեղ հանդիպում եք ինչ-որ մեկի հետ հրաժեշտ տալու նպատակով, հա, հանդիպում եք, որպեսզի իրար հրաժեշտ տաք այդ օրը։ Եվ տան հետ կապված իրադարձություններ են։ Միգուցե դա է, ինչ-որ մեկի տանն եք հավաքվում, որ այդպես ինչ-որ մեկ մարդկանց հրաժեշտ տաք, իրար հրաժեշտ տաք, այդպես կարող ինչ-որ մարդիկ տեղ են գնում։ Միգուցե երեխաներն են գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։